Կերամա Մարացի ընկերության նորաբաց խանութ սրահ։ Ավելի քան 2000 քառակուսի մետր ընդարձակ տարածք հանգիստ և ճիշտ ընտրություն կատարելու համար։ 8-ամյա աշխատանքային փորձ ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Նոր, ավելի ընդարձակ, Կերամա Մարացի ամենամեծ խանութ սրահը Դավիթ անհախտի 6-ում։ Վիտամիններ, վաչետիկո և արգո։ Բարի երեկո Վիտամին Կլաբ։ Բարի երեկո։ Մարդակում կրկին մուլցիներն են և մեկ շտապում եք ներկայացնել առաջին մուլցի վիտամինը և այսպես առաջի իրավիճակը փողոցում։ Բարի օր ախպերես։ Բարի օր։ Արեսյան բանում ես։ Ախպերես։ Մաքուր շվեցարական ժամացավը։ Իրա մայր ռեմենը վրենա։ Ցիֆեր բլատը իրան նա կշերն է լուսատա։ Ժամի տակ նայի տոշնի իրա գալակ ռամենա ոչ մի ֆալշիվի բան չկա ախպերես ու քայլելուց է ինքս ես լարվում հասկանում ես ինքը արժի $20,000 ախպերես Անգեր ջան չեմ ուզում ինչ ես ուզում Անգեր ջան չեմ ծախում գլուխ եմ գովում այ ախպերես Հաջորդ իրավիճակ ունեմ պատկերացրեք Շատ օնլայն աղջիկը ռեստորանում։ Չեքին, ռեստորանում, մատուցող։ Լսում եմ։ Ինձ մի հատ ժուլիեն բերեք։ Շատ բարի։ Չեքին։ Խնդրեմ։ Գնաց Facebook, Instagram, VKontakte, իմ ժուլիենը, մոյ ժուլիեն, մայ ժուլիեն։ Մյատ ուտելուց Գնաց իրեկտը Facebook, Instagram, VKontakte Մատուցող Այո Մատուցող Մյատ եկեք էլի Մյատ խնդրում եմ էլի Մյատ ինձ ժուլիենը նկարելուց նկարեք էլի Շատ լավ Ուղարկեք ու թագարեք էլի համ Facebook-ում, համ VKontakte-ում, համ Instagram-ում մեկ էլ հաշիվը բերեք Բայց դուք բան չեք կերի, ինչ հաշիվ Ես չէ եկե, ուտե ես եկել էի նկարվեի Շարունակվեք մուլցիների շարքը և այսպես պատկերացրեք դեպք քեֆի ժամանակ Նա ձերն էտ բարձացրա լկտի Կորեք ջան լեկտի չեն ջեբ կիրեմ ծավը տարը Իրավիճակ տնտեսական խանութում Բարի օր ձեզ Բարև ձեզ Ինձ մի հատ լվասկի փոշի է ինչը դու Ներեցեք ինչ ֆիրմայի Արա շատ գիտեմ էդի կանանիկ բդիմանան մենք կանանիկի գործերի մեջ չենք խառնվում մի բան դու էլ են լավերից Լավ, սա Արիել Մեկ էլ ինչ էր մաստիչկա, մաստիկա Մետմայ շատ գիտեմ էդի կնիկը սանը մենքը կիմանա մի բան դու էլ իմ լավ մի բան դու
Լավ, բլիստյանքը։ Մեկ էլ բանը դուր ամանի հեղուկ դու մի հատ։ Չէ, ֆերի չէ, նաշդարը դու։ Նաշդար, բա ինչ իմացակ։ Ամանները իմ վրա եմ։ Հաջորդ իրավիճակը պատկերացրեք դեպք Կոլումբիայի։ Ես քոնն է ախպերս։ Ախպեր։ Դե մի հատ քաշի անցնե։ Անցի ախպեր։ Հաջորդ իրավիճակը ոստիկանությունում։ Բարև ձեզ, պարոն ոստիկան, այսօր ինձ 9 անգամ բռնաբարել են դաշան ձևով։ Պարոն ոստիկան, դուք հասկանում եք ինձ 9 անգամ բռնաբարել են, խնդրում եմ մի բան արեք ինձ օգնեք, խնդրում եմ պարոն ոստիկան, դուք հասկանում եք ինձ 9 անգամ դաշանաբար բռնաբարել են, մի բան արեք, ինչ անենք։ Ոնց ինչ անենք, դուրը փագի կլորացնենք, սարքենք 10։ Շարունակվեք հաջորդ մուլսի համար դեմ եք հրավիրում մեր տղաներին և այսպես շնորհակալություն դեպք փողոցում Մորքուր ջան, Քուրիկ ջան, ցավը տանում, Ձյազ ջան, վամպիր Բրինյոնի, ցավը տանում, աղբերս, ընկեր ջան, Մորքուր ջան, ցավները տանեմ, մատը տեղ ուշադիր եղեք մարչիկա մի հատ չիշի կանեմ, էլի ցավ։ Բրավո տղեկ։ Շնորհակալություն, մուտնել այսքան է ձեզ դրված է Նիկոլ։ Եվ արմուշը։ Շնորհակալություն տղաներին, իսկ մենք շարունակում ենք դիմավորեք չարեն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն։ Գիտեք, կան զույգեր ու նրանք քիչ չեն, որոնց հարաբերությունները մինչև ամուսնությունը եւ ամուսնությունից հետո կտրուկ տարբերվում են։ Հասարակ մի բան, եթե մինչև ամուսնությունը տղան զանգում է աղջկան ու հարցնում է ուր ես կյանք, ամուսնությունից հետո ուր ես աղջի։ Բայց ոնց կարելի է մոռանալ, որ առաջի ժամադրության ժամանակ պատրվակ էր փնտրում այդ աղջկա ձեռը բռնելու։ Ես ինչի՞ է ձեռը ցենց սառը։ Հələ այն մեկն էլ տնա, մեն էլ ասեն սառը։ Գիտեք, կան զույգեր, որոնք մինչև ամուսնությունը միմյանց ավելի շատ են նվերներ նվիրում, քան ամուսնությունից հետո։ Ռոմանտիկան ընդհանրապես կորում է։ Ծաղիկները դառնում են խառը կանաչու կապոց։ Օծանելիքը դառնում է զուգարանի ասվեժիցել ու աղջկա երազած սպիտակ ձիով ասպետը վերածվում է սպիտակ ձիվանին, փորով, հեռուստացույցի պուլտը ձեռքում նստած ասպետի։ Ժամանակին սիրելիից ամեն վայրկյան սպասված SMS-ները ամուսնությունից հետո դառնում են շատ սովորական, ֆիլհարմոնիկի SMS-ների նման։ Որովհետև ժամանակին աղջիկը տղային գրում էր ինձ միայն դու ես պետք, ուրիշ ոչինչ, բայց ամուսնությունից հետո տղան հասկանում է, որ պետք է նաև ձեթ, հաց, բրինձ, ձու, պամպերս, ինքն էլ պետք է, որ այդ ամեն ինչը գնի ու տանի տուն։ Գիտեք, շատերը նույնիսկ հասարակ բաներում մինչև ամուսնությունը փորձում են լինել ռոմանտիկ։ Տարբեր լեզուներով միմյանց ասում են, գրում են այդ 3 կարևոր բառերը՝ ես քեզ սիրում եմ,
Ռուսերեն «Я люблю тебя», անգլերեն «I love you», ֆրանսերեն «Je t'aime», ուկրաիներեն Ուկրաիներեն «Я тебя кохаю», բայց շատերի մոտ ամուսնությունից հետո մնում է միայն ուկրաիներենը։ Ինչու են տղամարդիկ ամուսնությունից հետո շատ արագ հոգնում և հիասթափվում իրենց կանանցից։ Միգուցե նրա համար, որ ընկերություն անելու ընթացքում աղջկան միշտ տեսնում են հարդարված, պճնված, խնամված, իսկ ամուսնությունից հետո տեսնում են այդ ամեն ինչի ընթացքը, ոնց է ինքը պճնվում և հարդարվում։ Դա նման է նրան, որ սիրում ես երշիկ, բայց երբ գործարանում տեսնում ես, թե ինչպես են պատրաստում այդ երշիկը, ուտելը չի գալիս։ Աղջիկները ավելի շատ ռոմանտիկ են, քան տղաները ու ունեն ավելի շատ ուշադրության կարիք, բայց կան աղջիկներ, որոնք ասում են, ես տենց մուսի-պուսի ռոմանտիկ բաներ չեմ սիրում, ինձ պետք է տղամարդ, որը ինձ իշխի։ Ինչ անի, գա ձեր տունը գրավի, բարձր հարկեր սահմանի կամ ընդհանրապես տունը քանդի տեղը սուպերմարկետ կառուցի, ինչ անի։ Դե չէ, տենց պետք չի չափազանցնել, որ ինձ իշխի։ Ու հետո մի քանի տարի հետո այդ նույն արդեն կինը երեխու խաթր ենք իրար հետ ապրում։ Ես կբաժանվեի, որ ինձ մնար։ Դա ունի շարունակություն, որ ինձ մնար տունը, ավտոմեքենան եւ ողջ ունեցվածքը։ Բայց երբ որ եկեղեցում 3 անգամ ասում են Տեր եմ եւ 3 անգամ ասում են հնազանդ եմ, դա չի նշանակում, որ կյանքում հենց 3 անգամ։ 3-ից հետո ասում են սոցիալական պայմանները շատ մեծ կապ ունեն մարդու ռոմանտիկ լինելու հետ։ Ես ինչ որտեղ համաձայն եմ։ Օրինակ կան զույգեր, որոնք ունեն հնարավորություն շրջագայում են տարբեր երկրներով, նկարվում են, հետո տեղադրում են Facebook-ում։ Ես եւ ամուսինս Փարիզում, Վենետիկում, Լաս Վեգասում, Շրի Լանկայում, բայց զույգերը, որոնք հնարավորություն չունեն, ինչ է նկարեն ու տեղադրեն Facebook-ում։ Ես եւ ամուսինս կանգառում, ես եւ ամուսինս մի կանգառ վերև, ես եւ ամուսինս անձրևի տակ, ես եւ ամուսինս թոքաբորբով պարկած, անձրևի տակ։ Գիտեք, կան մարդիկ, որոնք անգամ հնարավորություն չունեն մոմերով ռոմանտիկ ընթրիք կազմակերպելու։ Նույնիսկ եթե կազմակերպում են, մի քանի ամիս ուշքի չեն գալիս, որովհետև այդ մոմերը մի տեսակ դժվար են մարսվում, էլ չեմ ասում, որ շատ զզվելի համ ունեն։ Իրոք, եթե մարդ հնարավորություն չունի, ոնց ռոմանտիկ լինի։ Կինը առավոտյան արթնանում է մահճակալին կարտոֆիլներով ձևավորած սրտիկ, կամ ամուսինը գալիս է տուն, հատակին մաստիկայով գրած է ես քեզ սիրում եմ։ Բայց կան հարուստ տղամարդիկ, որոնք ամուսնությունից հետո շարունակում են մնալ ռոմանտիկ, շրջագայում են տարբեր երկրներով, շքեղ ավտոմեքենաներ, բնակարաններ, թանկանոց զարդեր են նվիրում, ու սիրուհիները այսինչ գոհ են իրենցից։ Չէ, կան նաև կանանց հավատարիմ հարուստ ռոմանտիկներ, որ կնոջը հլա աշկերդ փագի, քեզ սյուրպրիզ ունեմ, բրիլյանտից բան պետք է տամ։ Դե բացի աշկերդ, ես բրիլյանտի գործարանը քեզ, վա ինչ ռոմանտիկ ես, ինչ եմ արա, ես ասել եմ այդ ինտերնետները քիչ նայ, բայց ամուսինը, որը հնարավորություն չունի, կնոջ հետ երեկոյան զբոսնում է, սիրելիս փակիր աչքերդ, ես քեզ համար անակնկալ եմ պատրաստել, բացեմ, չէ, համբերի ես կասեմ երբ, բացեմ արդեն, չէ, ասում եմ, մի քիչ էլ համբերի ես կասեմ, դե ինչ եղավ, բացում եմ, համբերի, այ հիմա բացի, և ինչ, ոնց և ինչն է, լուսաբաց է, ինչ գեղեցիկ է։ Գիտեք, մենք ամենառոմանտիկ ազգն ենք աշխարհում, ակամայից։ Այն մութ ու ցուրտ տարիներին, որ ազգն ամեր չափ մոմերի լույսի տակ ընտրել։
Այն ժամանակ լույս չունեինք, բայց հույս ունեինք, որ ամեն ինչ լավ կլինի։ Հիմա լույս ունենք, բայց ինձ թվում է մեզ պետք է եւս մեկ հույսի ատոմակայան, որը որ մենք չենք վաճառի ուրիշներին։ Շնորհակալություն, Չարենց, ձեզ համար։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Իսկ մենք շարունակում ենք։ Պատկերացնենք հիմա մի այսպիսի խանութ, որտեղ վաճառում են հայտնի մարդկանց իրեր։ Գնացինք։ Բարի օր աղբերս։ Բարի օր աղբեր ջան։ Ցավը տանեմ, ես տենց հայտնի մարդկանց աստղերի իրեր եմ էլի սիրում, շոր բան, տես կոշիկ բան, տես բաներ ունես։ Այ դու ճիշտ հասցեով ես եկել, Ջենիֆեր Լոպեսի 8։ Մեր հասցենն է, դու ճիշտ եկել ես։ Հասկացա աղբեր։ Ինչ երկար չխոսամ, մեկ լեսի հակի, հլե։ Ոնց է։ Երկար ես շալվարը։ Էդի շալվար չէ, դի Մայքլ Ջորդանի թումբանն է։ Դե ինգեր ես չեմ ուզում։ Դերասանուհիներից ինչ-որ բան ունես։ Դերասանուհինից կառաջարկեմ Պամելա Անդերսոնի լիֆը։ Էդի ուզում եմ։ Խնդրեմ աղբերս։ Ինգեր խեսս փոքր խա երկրորդ ռազմերի։ Այսի 3 տարեկան վախտանն է։ Չէ, եսի չեմ ուզում, մեծ տարիքին ունես։ Մեծ տարիքինն ես ուզում, ապա մի օր պետք է շուտ գայր, մեծ տարիքին է, ուղարկել ենք դաչա, երեխեքը ծառից ծառ կապը ճոճորվում են վրան ընկեր։ Երանի իրանց ինչ ասեմ, ուրիշ բան ունես։ Ուրիշ Ռոբերտ Դենիրոյի թշի խալը, ճլեպ։ Ընկեր դու ինձ խափում ես։ Ես այսօր իրան տելևիզորով ուղիղ եթեր տեսել եմ ու խալը կար։ Էսի ուրիշ թշի խալը։ Լավ, եսի կվեկալ եմ ընկեր։ Նա թլը գիտես ինչ եմ ուզում, օրինակ ուրիշ ինչ կա, Բրեդ Պիտից օրինակ ինչ։ Բրեդ Պիտի ձեռնոց ապեր, խնդրեմ։ Ինչքան ես ասում։ $15,000 այսի։ Ընկեր խետ ես թանկ։ Ոնց։ Բայց ձեռնոցը գիտես Անժելինա Ջոլի որդեներին է կպե։ Չէ, չեմ ուզում, նենց մետ ուրիշ բան առաջարկի։ Ուրիշ կառաջարկեմ Մայքլ Ջեքսոնի ձեռնոցը։ Ինչքան է։ Էսա $5,000։ Ինգեր բայց մաշված է, խես ես մաշված։ Բայց գիտես Մայքլ Ջեքսոնի որդեներին է կպե։ Ինգեր չէ, տեց էժան բան եմ ուզում, էժան բան առաջարկի ինձ։ Ախպերս գլխարկներ ունես։ Գլխարկներից կեպ կա, կառաջարկեմ 50 cent-ի կեպ կեն ապեր։ Ինչքան է։ $50,000։ $50,000։ Խետ ես թանկ։ Ոնց, բա իրանից առաջ թաթան է հաք է։ Չէ, ինգեր չէ, դա ախպերս բանը լավ։ Ես էժան չէ, ես քեզ կառաջարկեմ Ստիվ Ջոբսի նոթբուքը։ Ուզում ես։ Ստիվ Ջոբսի նոթբուքը։ Հլեմ, հատ, հլեմ։ Ստիվ Ջոբսի նոթբուքն եմ քեզ բերում, իր առաջի նոթբուքն է։ Իր կյանքի լբերտեն առաջի նոթբուքը։ Իրա որով որ ինքը աշխատել է իր կյանքի առաջին նոթբուքն է։ Ես չեմ ուզում ես։ Չէ, լավ ապե, ուրիշ բան է։ Ուրիշ կառաջարկեմ քեզ ապե, էժանի մեջ սուպեր սակոյի կոստյում ապե։ Սուպեր սակոյի կոստյում ինչքան է։ $1,500։ Գերետ ինչ թանկ ես ասում, խետ ես թանկ։ Ինչն է թանկ, ինքը մեջը։ Չէ թանկ է մեկը, անգեր թանկ։ Լավ աղբերս, ուրիշ կառաջարկեմ քեզ Ալպաչինոյի կոշիկները աղբերս, խնդրեմ, ընտիր կոշիկները $30,000 կտամ, հետը բոնուս գալիս է այս կոշիկի շորը։ Դրս կոշիկի շոր չես ինչ մայկա է։ Ֆիլիպ Կիրկորովի մայկեն է։ Չեմ ուզում ընկեր, հայկական ինչ-որ բաներ ունես։ Հայկական աղբերս, քեզ կառաջարկեմ Թաթուլի սվիտեր ապեր, որը որ ինքը ամեն օր ռեստորան գործի է այդում, ուզում ես։ Խնդրեմ աղբեր ջանը, սվիտերը։ Հեսա փաթութ եմ տար աղբեր ջան։ Կեչուպ մայոնեզ անեմ։
Չէ, ինգեր տես կուտեմ ես։ Տես ուտում ապեր։ Հա, դու կտանեմ կուտեմ։ Հա, աղբերը ջան, հետո քեզ կառաջարկեմ աղբերս Տիգրան Կարապետիչի մանկության խաղալիքը։ Հեսա Տիգրան Կարապետիչի մանկության խաղալիքը։ Գրես ոնց ես բացատրում, որ էսի Տիգրան Կարապետիչի խաղալիք։ Ոնց։ Բայց չէ, երևի չէ, ինգեր, որտեղ ես այլի որտուց։ Ինգեր, գիտես ինչ, քաղաքականությունից մտենց։ Աղբերս, ես քեզ կառաջարկեմ Լևոն Տեր-Պետրոսյանի 91 թվից 94 թվերի իր միակ փեջը տան։ Լուրջ ես ասում։ Հա, աղբեր ջան։ Հեսա։ Նայ, թափ թազա, вообще օգտագործած չի։ Հասկացա։ Ջոգի։ Հասկացա։ Ջոգի։ Հասկացա, կամերային։ Ջոգի։ Ապե չէ, չեմ ուզում ինգեր իմ այս փեջը։ Ֆուտբոլիստներից ինչ-որ բան։ Ֆուտբոլիստներից Ռոնալդոյի մայք են աղբերս։ Չէ, Ռոնալդոյի մայքը փորուն եմ հակվս չի լինելու էդի։ Շիրակի տղեկից մեկի մայք են ուրեմն։ Այդ կվեկալ եմ, լավ ինգեր, գիտես իմ մտքես անկեղծ ասեմ ինչի համար եմ ամենաշատը եկել։ Ասա։ Ինգեր Մադոննայի ֆանատն եմ ես, շատ եմ եմ սիրում։ Իրա տրուսիկն եմ ուզում ինգեր։ Արա կեղտը տերը դու ես իր ֆանատը։ Արա ես եմ իր ֆան, դու ես։ Ես ինգեր տրուսիկ ապը։ Լավ ապեր, տամ։ Արե։ Փոքր եւ միջին ընկերություններին Fastnet առաջարկում է հատուկ կորպորատիվ փաթեթներ ինտերնետի եւ միջազգային հեռախոսակապի համար 54 73 20 Միացեք Fastnet ինտերնետին եւ ապահովեք ձեր ընկերության անխափան on-line աշխատանք։ Շնորհակալություն, պատկերացրեք հաջորդ իրավիճակը ուղղակի դեպք կարաոկե ակումբներից մեկում։ Այո, այսօր Երևանի համար մեկ կարաոկեում հայտարարված է մրցույթ, այսօր մրցելու են կարաոկեի արքաները եւ վերջում հատուկ մեր կարաոկեի կողմից դուք կստանաք հատուկ մրցանակ։ Պարզ է։ Խնդրեմ։ Бабы стервы, милый Бог с тобой. Каждый, кто не первый, тот у нас второй. Все мы бабы стервы, милый Бог с тобой. Каждый, кто не первый, тот у нас второй. Каждый, кто не первый, тот у нас второй. Ай, ах, սովերես չակուրտակը։ Հախարա։ Այո։ Մի հատ ուրեմն բանը, մի հատ սառը պիվա։ Ֆստղ։ Մի հատ էլ դառը երկ։ Ոնց ասեք։ Երկը երրացրած ապա։ Ժակետդ մի կողմ դու вообще չփայլեցիր, եղավ։ Тихо, как в раю, звезды над местечком высокие, яркие, я себе пою, я себе краю. Опустилась ночь, отдохните, дети, день был очень жарким, за стежком стежок, грошек стал тяжел. Ой-ой. Были силы, да уже не то. Годы волосы скосили, вытерли мое пальто. Был один еврей, так он сказал, что все проходит.
Тихо, как в раю, тихо, как в раю. Ախացտա։ Հալալա։ Հաջող ոչնչություն, հաջող։ Ով մորթի։ Հաստատես միշտ։ Մատուցող մի Մատուցող։ Բարև ձեզ։ մրցույթ է չեն ձեզ։ Այո, իհարկե։ Սու գիտի մեր տարածք եք։ Ոնց ասեք։ Գնաց։ Мурка, ты мой муреночек, опа! Мурка, ты мой котеночек, о, Мурка! Маруся Климова, прости, люби, Այո։ Ապրես։ Սոխակ ես դու։ Ինչ անեմ։ Այս սոխակ չի կատու է, այսին ելեմ։ Մլավեց ինքը որտե մլավեց։ Դավայ մի հատ։ Ոնց ասեք։ Արագից։ Пойдет разворошит и вместе согрешит с той девочкой, что так давно любил, с той девочкой ушла, с той девочкой пришла, забыть ее не хватит сил. Владимирский централ, ветер северный, этапом из Твери, лежит на сердце тяжкий груз. Владимирский централ, ветер северный, когда я банковал, ну не очко обычно губит, а к 11 туз. Браво! Լավագույնն ես, թակավոր։ Լավագույնն ես, արքա։ լավն ես։ Ապրես, այդ ես Սոխակը։ Ուզում եմ խրպոտ երկը լավ մի րոպե։ Մատուցող։ Բարև ձեզ։ Միան խրպոտ։ Ինչպես Только рюмка водки на столе, ветер плачет за окном, тихой болью отзываются во мне этой молодой любви крики. լավա հետ չտվիր ստե։ Մի խոսացեք, թե չէ արունա թքելու։ Շեֆ ջան, մի երկու նոտա կաթասրասա ինքնասիրության վրա, էլ։ Հայերենով ես քեզ բան կանեմ։ Իմ տեսածը մի տերտերի աղջիկ է, տակումով իշխանուլի, այժմ դարձել է սախուրի։ Շատ լավն էր։ Շատ կարևոր սրտից էր։ Հայերեն էր կարևորը։ Հաստատ։ Հաստատ մաքուր հայերեն։ Բրանջան, ուրեմն յալուբլու тебя դասնես։ Արստել։ Այո։ Աննց ես անում, որ շեղվի չկարանա եկեղա։ Դավայ, ուշադրություն։ Դες ոնց ես անում։ Это շեղը ուշադրություն։ Բոնչո։ Я люблю тебя до слез. Каждый вздох, как первый раз. Вместо лжи красивых фраз
это облако из роз. Лепестками очень джоги келя. Բրավո։ Սրսերն, հա։ Շեֆ մեծ թող մեծ ռուսերեն են այդ սպանեմ լատուրուշկեթա։ Давай. Снова седая ночь, и только ей доверяю я. Зная, седая ночь, ты все мои тайны. Но даже и ты помочь не можешь, и темнота твоя мне одному совсем, совсем ни к чему. Արա այս ինչ ես երգում, խայտարակարիր, մի հատ նորմալ բան հլը դրեք, ես կերգեմ։ Չէ, ոստեսում խոդ։ Սի հաշիվ չեր ձյադի։ Радовать. Хочу тебя сегодня радовать. Одну тебя любить и радовать. Хочу, чтоб нас пути нечаянно свели. Այ ֆարինգիտ։ Ապե բան չեմ երկում ուղղակի նայ տելևիզորին ծավալ։ Չեն ժամանակ Хочу тебя сегодня радовать. Արա մեն պետրի ինգեր։ Լավ ուրեմն մյուս երգը ես կերգեմ մի ոտի վրա գնաց։ На ковре из желтых листьев платьице простом. Из подаренного ветром крепит шина. Если парка с кырком, ахпер. Танцевала в подворотне осень вальс бастон. Если хамелев ընթացքում отлетал теплый день и хрипло пел саксофон. Если ларанком сирушок еркем. И со всей округи люди приходили к нам. Изо всех окружных стен взлетались птицы. Аразнайлю. Танцовщица золотой, захлопав крыльями. Как давно звучала музыка там. Разлеселю. Как часто вижу я сон, мой удивительный сон, в котором осень нам танцует под мостом. Там листья падают вниз, пластинки крутится диск. Не уходи, побудь со мной, мой любимый. Если Ларанс микрофон. Կմացա գորշում ես։ Հաստատ արշավել ես դրանց դեմ։ Ախպեր քասար մենք ենք։ Հաստատ։ Ձեզ խորհուրդ կտամ անցնեք այս կողմ, որովհետև մեր հաղթողը այսօրվա պարզ է։ Ես է։ Դուք եք եւ հատուկ մեր կարաոկեի կողմից, հատուկ ձեզ եւ ոչ թե բոլորին, բայց մենակ ձեզ, Սառը Դեղտիթեյ։ Արա իմը պտիլները չայը։ Չայը պտիլները։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն մեր հյուրերին, այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ շաբաթ Շանթի եթերում։